Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղը 2025-ի մարտից դպրոց չունի։ Շենքը ապամոնտաժվել է, դասերն անցկացվում են համայնքի մարզամշակութային երիտասարդական կենտրոններում ու վարչական շենքում։ Իսկ հին դպրոցի տարածքում 1 տարի է նոր կրթահամալիրի շինարարություն է սկսվել։ 200 տեղանոց եռահարկ դպրոց, 80 տեղանոց երկհարկ մանկապարտեզ, մարզադահլիճ ու հանդիսությունների սրահ։ Տիպային մեծ դպրոցը կդառնա 5 գյուղերի ուսումնական կենտրոնը։ Այստեղ կհաճախեն նաև Հորս, Սալի, Աղնջաձոր եւ Թարաթում բնակավայրերի երեխաները։ Շատ խոստումնալից է, ժամանակակից ամեն պայմաններն ապահովված են նոր կառուցվող շենքի համար եւ հուսով եմ, որ հագեցած է լինելու գույքով։ Այս պահին դպրոցում 78 աշակերտ ունենք եւ հարակից դպրոցները երբ միավորվում են, հիմա այս պահի դրությամբ հաշվարկով 200 աշակերտ չի գերազանցում։ Նոր մասնաշենք, նոր դպրոց բնականաբար արդեն եւ ուսուցիչները կանցնեն ատեստավորման, արդեն կլինի լավ կրթամակարդակ, երկրորդն երեխաներն ավելի բանի մաս կդառնան։ Որ մանկապարտեզ ունեցավ գյուղը եւ դպրոցը վերանորոգված, բնականաբար նաեւ աճ կունենանք, բնակչի աճ։ Քանի դեռ դպրոցի շինարարությունն ընթացքի մեջ է, գյուղի ուսուցիչներն ու աշակերտները ստիպված են հարմարեցված շենքային պայմաններում սովորելու դժվարությունները հաղթահարել։ Նոր դպրոց ունենալու հեռանկարն է ոգևորում։ Բնականաբար դժվար է, որովհետեւ ուսուցիչները մի մասնաշենքից տեղափոխվում են մյուս մասնաշենք, անընդհատ վազքի մեջ են ուսումնական process չխաթարելու համար, այդ նախատեսված 5 րոպե դասամիջոցին նրանք միայն վազքի մեջ են տեղից տեղ։ Ստիպված են այդ պայմաններում դասերը սկսել նաև առաջիկա սեպտեմբերին։ Թեև շինարարը սահմանված ժամկետներից առաջ է անցել, բայց 2027-ից շուտ հնարավոր չի լինի կրթահամալիրի շինաշխատանքներն ավարտել։ Ինտենսիվ անձրևների պատճառով չի դադարեցվել շինարարությունը, բայց խոչընդոտ է, էլի։ Պահանջվում է, որ 26-ին գոնե շինարարական աշխատանքները դպրոցը վերջացնենք, բարեկարգումը չեն կարող հասնենք, քանի որ նորից հետալու է աշուն, արդեն բարեկարգումը ստե մեծ բարեկարգում է պահանջում, էլի։ Արտաքին ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ կան 4 հատ երեխեքի, հենապատեր ունենք դեռ անելու մոտ 570 կուբան մետր։ 2027-ի սկզբին երեխաները կհաճախեն նոր դպրոց, խոստանում է շինարարը։ Անդրադառնալով դպրոցի հին շենքին, նկատում այն պահպանելու որևէ հնարավորություն չի եղել, թեև համայնքի ղեկավարը ցանկություն հայտնել է պահպանել ու օգտագործել այլ նպատակներով։ Դպրոցի շինարարական աշխատանքների համար 5000 մետր տարածք պետք է տրամադրենք, այդ 5000 մետր տարածքը կար։ Բայց մենք փորձեցինք պայքարել, որպեսզի շենքը նվիրատվություն տա իր կառավարությունը համայնքին, համայնքը ամեն մի աճող ընտանիքին 80-100 քառակուսի տրամադրենք, մարդիկ բնակվեին, ապրեին։ Սեյսմիկ կայունությունը ստուգել են եւ գտել են, որ իրոք վտանգ կա երեխեքի համար, դրա համար որոշեցին, որ քանդման աշխատանք քանդեն հին դպրոցը։ Իսկ նոր շենքը ունի բոլոր հնարավորությունները, այդ թվում ապահովված է ապաստարանով, որտեղ կան խոհանոց, սանհանգույցներ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարություններ, ջրի պահեստարաններ, գրադարան եւ այլն։ Մոնտաժային աշխատանքներն արված են, հիմնական շինաշխատանքները ավարտված, մնում են հարդարման աշխատանքները։ Նման պայմաններում սովորելուն ու աշխատելուն նախապատրաստվում են նաեւ աշակերտներն ու անձնակազմը։ Տնօրենը վստահեցնում է, թեև դպրոցում դասավանդում են շատ լավ մասնագետներ, բայց նոր պայմաններում աշխատելու համար ձգտում են կամավոր ատեստավորման եղանակով նոր որակ ապահովել։ Վարդուհի Արզումանյան, Արման Թովմասյան, լուրեր։